Ողջույն բոլորին։ Սիրելի թիմակիցներ, խնդրում եմ հետադարձ կապ հաստատեք, արդյոք նորմալ լսվում է իմ ձայնը, թե ոչ։ Ահա, շատ լավ, շնորհակալ եմ Անի ջան, Նարինե ջան, շնորհակալ եմ, ապրեք շատ, շնորհակալ եմ աղջիկներ ջան։ Դե ինչ սկսենք մեր վեբինարը, քանի որ բոլորիս ժամանակը շատ թանկ է մեզ համար, եւ այսօր շատ կարևոր թեմայի մասին ենք խոսելու։ Չնայած մինչև թեմայի անցնելը ուզում եմ մի փոքր ներկայանամ, որովհետև ունենք շատ նորեկներ, սկսնակներ, ովքեր դեռ ինձ չեն ճանաչում։ Ես Սոնան եմ Հովհաննիսյան, երկու բալիկների մայրիկ, 8 տարի շարունակ ցանցային բիզնեսով եմ զբաղվում հենց Faberlic ընկերության հետ, ընկերություն, որին կարելի է վստահել, որի հետ կարելի է երկար ճանապարհ ունենալ եւ որի հետ կարելի է հասնել շատ մեծ բարձրունքների։ Թե ինչու դա առանձին թեմա է, չեմ կարծում, որ հիմա պետք է խորանանք եւ առանձնացնենք Faberlic ընկերության առավելությունները։ Վստահ եմ ձեր տնօրենները, ձեր նաստավնիկները այդ թեմայով անպայման ձեզ հետ ուսուցում արել են եւ երկու բառով ասեմ, թե ինչու սկսեցի ցանցային բիզնես, որովհետև միշտ երազել եմ ունենալ ազատություն, միշտ երազել եմ ունենալ կայուն եկամուտ, միշտ երազել եմ չլինել ոչ մեկի հրահանգների կատարողը, ոչ մեկի ենթակայության տակ չլինել, չնայած որ 10 տարի եւ ավելի տարբեր գործատուների մոտ եղել եմ հասարակ աշխատող։ Եվ այդ ամենից հոգնած ես միշտ երազել եմ ունենալ սեփական բիզնես, որովհետև հասկացել եմ, որ իմ կյանքը միայն կփոխվի սեփական բիզնեսի շնորհիվ, ինչը որ դարձավ իմ միակ նպատակն ու երազանքը։ Բայց սեփական բիզնես ունենալու համար մենք բոլորս հասկանում ենք, որ մեզ պետք է շատ եկամուտ, չէ, շատ փող, որ դնենք բիզնեսի մեջ, միշտ այդ միտքը ինձ հետ է պահել, որովհետև չեմ ունեցել այդ հնարավորությունը։ Իսկ երբ հասկացա, որ ցանցային բիզնեսը տալիս է այդ հնարավորությունը, որ դատարկ գրպաններով մենք կարող ենք մի օր, այսինքն մի տարի, 2 եւ 3 տարի հետո դառնալ սեփական, լուրջ եւ օրինական բիզնեսի տեր, ես որոշում կայացրեցի, որ վերջ, ես գտել եմ այն տարբերակը, որի մասին որ ես միշտ երազել եմ։ Ահա, եւ այսպես, մի հատ էլ տեսնեմ դուք ինձ լավ լսում եք, թե չէ, եթե լսում եք սրտիկներ դրեք։ Շատ լավ։ Շնորհակալ եմ աղջիկներ ջան։ Եվ այսպես, այսօր ձեզ պատմելու եմ, թե աշխարհում փողային հոսքերի քանի ճանապարհներ կան եւ որոնք են դրանք։ Եկեք նայենք սլայդին։ Մենք տեսնում ենք 4 քառակուսի։ Գոյություն ունեն փողային 4 ճանապարհներ։ Եկեք խոսենք առաջինի մասին։ Առաջին քառակուսում բարձու աշխատողներն են, ովքեր կազմում են մարդկության 80-ից 90%-ը, եւ նրանց տարբերությունը կայանում է նրանում, որ նրանք սիրում են ստաբիլություն, պատրաստ են տարիներով սովորել համալսարաններում, ներդնել 5-ից 8 տարի ուսման մեջ, ձեռք բերել մասնագիտություն, որը իրենց կտա ստաբիլ աշխատանք, ստաբիլ աշխատավարձ։ Բարձու աշխատողները միշտ աշխատում են ուրիշների բիզնեսի զարգացման համար, միշտ գտնվում են ավելի կայացած մարդկանց ենթակայության տակ, ենթարկվում են գործատուներին, անում են այն, ինչը նրանց հանձնարարվում է։ Ավելին մտածելու կամ ձգտելու հնարավորություն նրանք չունեն, ստաբիլ գործ եւ ստաբիլ ամենօրյա նույն աշխատանքը։ Հիմա եկեք հասկանանք, ինչ կարող ենք ունենալ մենք մինչև մեր կյանքի վերջ, լինելով բարձու աշխատողներ։ Այստեղ մենք ունենք ստաբիլ աշխատավարձ, չունենք աճելու հնարավորություն, կարծես ճահիճում լինենք, չէ՞։
Չունենք ազատություն, քանի որ կյանքի 80%-ն անցկացնում ենք գործատուի կողքին աշխատավայրում։ Ոչինչ չենք հասկանում մեր ընտանիքից, ընտանիքը մեզանից, քանի որ օրվա մեծ մասը անցկացնում ենք աշխատավայրում։ Գալիս ենք տուն և ընդամենը 2-3 ժամ անցկացնելով ընտանիքի հետ, հավես չունենալով ոչ մի բանի, քանի որ մեր արդեն հոգնած մարմինը կարիք ունի հանգստանալու, որ մյուս օրը նույն ձևով կարողանա ծառայի մեզ և ուրիշներին։ Այստեղ մենք աշխատում ենք մինչև մեր թոշակի անցնելը, եթե իհարկե մեր առողջականը մեր հանդեպ այդքան շռայլ կգտնվի։ Թոշակառու դառնալուց հետո մենք նստում ենք տանը և հաշվելով մեր կոպեկները մի կերպ գոյատևում ենք, եթե իհարկե կարող ենք ինքնուրույն գոյատևել այդ գրոշներով։ Ստացվեց, որ մենք մի ամբողջ կյանք ներդրեցինք և կորցրեցինք, որ ծերության ժամանակ հազիվ կգոյատևենք։ Ինչ հասկացանք մեր կյանքից։ Չապրեցինք ըստ պահանջի, չերազեցինք, քանի որ աշխատավարձով ապրող մարդը մեծ երազանքներ չի կարող ունենալ և հասնել դրանց։ Չճամփորդեցինք, աշխարհը չտեսանք, տարվա մեջ գոնե մեկ անգամ մեզ թույլ չտվեցինք հանգստանալ թեկուզ մեր երկրում, մեր երեխաների մեծ նպատակները չկարողացանք իրականացնել, միայն կերանք, հագնվեցինք ըստ կարողության, ոչ պահանջների։ Ծայրը ծայրին յոլա գնալով կորցրեցինք մի ամբողջ կյանք, որտեղ կար շատ բարիք ու շատ հնարավորություններ։ Եվ վերջում նստեցինք անալիզ անելու և հասկացանք, որ կորցրել ենք մի ամբողջ կյանք, հանուն ինչի մենք էլ չգիտենք։ Իհարկե չեմ ուզում դուք հիմա տխրեք հանկարծ, բայց իրականությունը սա է, համամիտեք իմ հետ։ Եթե համամիտեք չաթում սրտիկներ դրեք։ Իմ ձայնը չի լսվում։ Այստեղ գրել եմ, որ չի լսվում։ Չէ, լսվում է։ Մանուշին խնդրեմ օգնեք, որովհետև ինքը չի լսում, ոնց հասկացա։ Ահա, շատ մարդիկ համամիտ են իմ հետ։ Շնորհակալ եմ շատ հետադարձ կապի համար։ Դե եկեք շարունակենք, եկեք հասկանանք ովքեր են երկրորդ քառակուսում։ Ես իհարկե նշեցի արդեն, որ ինքս եղել եմ վարձու աշխատող և այն 10 տարիները, որոնք որ ես կորցրել եմ իմ կյանքից, և այն 8 տարիները, որոնք որ ես ապրել եմ ցանցային բիզնեսի ժամանակահատվածում, կարելի է ասել, որ այս 8 տարիների ընդամենը 10%-ը ես չեմ ապրել նախկին 10 տարիներում, աղջիկներ, որովհետև ուղղակի այդ 10 տարիները ես անիմաստ իմ կյանքից կորցրել եմ։ Եվ այսպես, եկեք հասկանանք, ովքեր են մեր երկրորդ քառակուսում։ Երկրորդ քառակուսում մասնագետներն են, անհատ ձեռնարկատերերը, ովքեր իրենց գումարը աշխատում են իրենց սեփական աշխատանքից, օրինակ, տորթ են թխում, վարսավիրություն են անում, այստեղ մի րոպե ես սլայդերը թեքեմ, մոռացել եմ թեքեմ, ահա, այստեղ աշխատողներն են, հաջորդը դրանք մասնագետներն են, հա, ահա, հույսով եմ ձեզ մոտ սլայդերը նորմալ երևում է, և այսպես, նրանք օրինակ տորթ են թխում, վարսավիրություն են անում, մատնահարդար են և այլն։ Նրանք չեն սիրում ուրիշի ձեռքի տակ աշխատել, սիրում են ունենալ սեփական գործ։ Այս մարդկանց համար արժեքը այն է, որ նրանք վստահ են միայն իրենք իրենց վրա, այսինքն վստահ են, որ իրենցից բացի ոչ ոք իրենց գործը լավ անել չի կարող։ Այս դեպքում նրանք կարող են շատ փող վաստակել, բայց այնքան, որքան թույլ կտա օրվա 24 ժամը։ Նրանք ավելին անել ուղղակի չեն կարող, քանի որ ժամանակը երկարացնել ուղղակի հնարավոր չի լինի։ Եվ եկեք օրինակով մենք փորձենք սենց ընդհանուր թվացյալ թվերով հաշվարկ անենք։ Օրինակ, եթե մեկ տորթը պատրաստվում է 1 ժամում,
Օրվա մեջ կարող են պատրաստել մաքսիմում առանց հանգստանալու, առանց շնչելու ու դադար տալու ընդամենը 17-ից 18 տորտ։ Ինչի, որովհետև մնացած 6-ից 7 ժամը պետք է քնել ու վերականգնվել։ Սա ես մաքսիմումն եմ, հաշվարկել։ Հիմա եկեք հաշվենք առանց քիչ սրբելու, որքան գումար կարող ենք վաստակել այս դեպքում, եթե մեկ տորթի արժեքը կազմում է միջինում 7000 դրամ։ Ինչի եմ ընտրել միջինը 7000 դրամ, որովհետև տորտ կա օրինակ արժի 20000, տորտ կա արժի 3000, ու ընդհանուր ես սիմվոլիկ ինչ-որ թիվ եմ ընտրել 7000 դրամ, որպեսզի դրանով կարողանանք մոտավոր հաշվարկներ անել։ Մենք դրանից կհանենք ծախսերը, օրինակ 4000 դրամը և կստացվի օրական թխելով 18 տորտ 3000 դրամով, որովհետև 4000-ը դուրս եկավ որպես ինքնարժեք, մեր օրական եկամուտը կկազմի 54000 դրամ։ Ամսվա հաշվարկով առանց հանգստյան օրերի մեր եկամուտը ամսական կլինի մաքսիմում 1,600,000 դրամ։ Սրանից ավելին ուղղակի հնարավոր չի լինի վաստակել, ընկերներ, ժամանակը մեզ դա թույլ տալ ուղղակի չի կարող, անհնար է։ Հավես գումար եմ, չէ՞ ասում։ Գրեք խմբում կուզենայիք ամսական այսքան գումար վաստակել։ Տեսնեմ ովքեր կցանկանան։ Օրինակ ամիսը 1,600,000 դրամ փող վաստակեք։ Ահա, ցանկացողներ ունենք, այո, ով չեր ուզի, չէ՞։ Ահա, շատերն են ուզում։ Բրավո աղջիկներ ջան, տա Աստված, որ իսկապես դրա տասնապատիկը վաստակեք, սրտանց մաղթում եմ ձեզ, ահա, բոլորը կուզեն։ Կրկին անգամ շնորհակալ եմ հետադարձ կապի համար։ Ահա, շատ հետաքրքիր է։ Բոլորն ուզում են, բայց մի րոպե, ժողովուրդ, դուք մոռացաք առանց խոհանոցից դուրս գալու։ Դուք մոռացաք այն կարևոր փաստը, որ դուք ռոբոտի նման 18 ժամ պիտի աշխատեք, առանց քիչ սրբելու, առանց աթոռին նստելու, որովհետև մենք մեր հաշվարկի մեջ այդ ամեն ինչը չենք հաշվել, մենք հաշվել ենք, որ ժամը մեկ մի հատ տորտ ենք արտադրում, տորտ ենք թխում պատրաստում։ Չկա անձնական կյանք, չկա զբաղմունք, չկա ոչ մի բանի ժամանակ, բայց կա շատ փող, այսինքն ունենում եք ամսական այդ 1,600,000 դրամը, բայց ուրիշ ոչինչ չեք անում, անգամ խոհանոցից դուրս չեք գալիս, որպեսզի նստեք ձեր բազմոցին և 10 րոպե շփվեք ձեր ընտանիքի անդամների հետ։ Եվ այստեղ ուշադիր եղեք, եթե մենք չենք աշխատում, մենք փող չունենք։ Փողը գալիս է միայն սեփական աշխատանքից, և այստեղ Աստված չանի, եթե մենք մի ամիս հիվանդ լինենք ու չաշխատենք, այդ ամսում կմնանք առանց փողի։ Այս նույն բանը նաև վարձու աշխատանքի դեպքում է։ Եթե մարդիկ մեկ ամիս չգնան աշխատանքի, այդ ամսում առանց գումարի կմնան, չէ՞։ Հետաքրքիր թեմա եմ ընտրել։ Եթե այո, նորից սրտիկներ դրեք խմբում, որ շարունակեմ։ Դե հիմա ասեք ովքեր են պատրաստ առանց քիչ սրբելու ամբողջ կյանքում վաստակել այդ 1,600,000 դրամը, տեսնեմ էլի կգրեք ես, թե չէ։ Փաստորեն պատրաստ եք, ահա, մեկը պատրաստ չի, մյուսը։ Так, պատրաստ չեմ, փաստորեն շատերը պատրաստ են, հետաքրքիր է։ Ես օրինակ պատրաստ չեմ, ժողովուրդ, որովհետև իսկապես իմ համար կյանքի ամենակարևոր և առավելագույնը դա ազատություն ունենալն է, ինչի համար ես ցանցային բիզնեսը պաշտում եմ։ Շատ լավ, շնորհակալ եմ արձագանքի համար։ Դե եկեք հիմա տեսնենք ովքեր են գտնվում երրորդ քառակուսու մեջ։ Так, եւ այսպես։ Երրորդ քառակուսում բիզնեսմեններն են,
ովքեր ստեղծում են համակարգեր, ստեղծում են ցանցեր, ունենում են մարդիկ, ունենում են մեծ թիմ, ովքեր աշխատում են իրենց բիզնեսի զարգացման համար։ Օրինակ, ռեստորաններ, խանութներ, գեղեցկության սրահներ, մանկական սրճարաններ եւ այլն, շատ են, շատ կարող ենք թվարկել։ Այստեղ հարկավոր է մեծ ներդրումներ անել։ Եթե չունես անձնական միջոցներ, ապա ինչ ենք անում, դիմում ենք բանկերին եւ վերցնում ենք մեծ վարկեր ներդնելու համար մեր գործի մեջ։ Այստեղ մենք ունենք շատ մեծ ռիսկեր, քանի որ ցանկացած բիզնես սկսելուց առաջ մենք գիտակցում ենք, որ երաշխիք չունենք, թե որ ուղղությամբ կգնան մեր պլանները։ Կամ մեր բիզնեսը կհաջողի եւ մենք կկայանանք, կամ բիզնեսը չի հաջողի, չի արդարացնի, չենք դիմանա մրցակիցներին եւ մեր դրած գումարները բնականաբար կլինեն մեր կորուստները, որ մենք հետագան պետքա վերադարձնենք բանկերին, ճիշտ է։ Համամիտ եք իմ հետ, որ բիզնես սկսելու համար, սիրելի խմբակիցներ, ռիսկերը շատ են։ Այո, ռիսկերը շատ են եւ ամեն մարդ դրան պատրաստ չի լինում։ Ես միշտ ասում եմ, եթե ունենամ ավել գումար, ոչ վարկով, ես պատրաստ եմ այդ գումարը դնել ռիսկի տակ, բայց մեծ վարկերի դեպքում ես դրան պատրաստ չեմ։ Բայց իհարկե բոլորս երանի ենք, չէ, տալիս բիզնեսմեններին, տեսնելով նրանց բիզնեսը, շատ փողը, լավ մեքենաները, ճամփորդությունները, բոլորս միշտ երանի ենք տալիս բիզնեսմեններին, չխորանալով, թե ինչ է թաքնված այդ ամենի տակ։ Այստեղ աղջիկ ունենք, սիրելի թիմակիցներ, ով չի կարողանում միանալ մերին, խնդրում եմ օգնեք իրեն։ Այստեղ անհաջող փորձ ունեցող Ռուզանն է, ով անհաջող փորձ է ունեցել, այո։ Շատ լավ։ Դե եկեք հիմա հասկանանք, ենթադրենք, բիզնեսն իրեն արդարացրեց եւ ամեն բան շատ լավ է ընթանում։ Մենք բոլորս կարծում ենք, որ նրանք ունենալով բիզնես ամբողջ օրը պառկած փողեր են վայելում։ Բայց իրականությունն այն է, որ բոլոր բիզնեսմենները 24 եւ 7 ռեժիմով աշխատում են իրենց սեփական բիզնեսի համար։ Քանի որ եթե բիզնեսը թողնեն աշխատողների հույսին, այն միայն պրավալի է գնալու։ Կներեք, մի րոպե, մի հատ։ Ահա։ Так, նրանք աշխատում են 24/7 ռեժիմով, չնայած, որ մենք մտածում ենք, որ իրենք ոչինչ չանելով մեծ եկամուտներ են վաստակում։ Եթե իսկապես ուզում ես լավ հաջողել բիզնեսում, պետք է պատրաստ լինես անդադար գիշեր, ցերեկ աշխատել։ Բոլորից շուտ գալ աշխատանքի եւ ամենավերջում ինքդ փակելով դուռը գնաս տուն։ Բիզնեսմենները ունեն շատ մեծ փողեր։ Նրանք հարուստ մարդիկ են, բայց չունեն ազատ ժամանակ։ Նրանք 24 ժամ բիզնեսում են։ Եվ այստեղ հարց է ծագում. նրանք են բիզնեսինը, թե բիզնեսն է իրենցը, որովհետև եթե բիզնեսմենը ինքը քրտնաջան, սրտացավորեն չաշխատի եւ ժամանակ չդնի իր բիզնեսի վրա, բիզնեսը թողնելով աշխատողների հույսին, մի օր այդքան ներդրած ժամանակն ու ֆինանսական ներդրումները ջուրն ընկնելու, որովհետեւ ոչ մի աշխատողի սիրտը չի ցավալու այնպես, ինչպես քո սիրտը քո սեփական բիզնեսի համար եւ ամեն ինչ գնալու է գլխառադի եւ բիզնեսը պրավալի է գնալու։ Կարծում եմ իմ հետ համամիտ կլինեք։
Եվ այսպես, սիրելի ընկերներ, ու եթե որևէ աշխատող չգա աշխատանքի, բիզնեսմենը ինքն է փոխարինելու տվյալ աշխատողին, որպեսզի իր բիզնեսը չտուժվի։ Այս մարդիկ ամբողջ մի կյանք դնում են բիզնեսի մեջ եւ մոռանում սեփական կյանքի մասին։ Ստեղծում են շատ փող, կորցնելով սեփական ցանկություններն ու վայելքները։ Այստեղ նույնպես, եթե մենք չաշխատենք, փողեր չենք ունենալու։ Միշտ պետք է աշխատել ու աշխատել։ Սա բիզնեսմենների կյանքը, ովքեր որ իսկապես կայանում են, շատ փող են վաստակում, բայց դրա հետ մեկտեղ չունեն ազատություն, չունեն վայելքների ժամանակ եւ ամբողջ կյանքը նվիրում են հենց բիզնեսի վրա։ Ահա, եւ так, մի րոպե սլայդը փոխենք։ Տեսնենք այստեղ Ահա, տեսնում եք, Անի եղբայրը խանութ ունի եւ օր ու գիշեր աշխատում է։ Այո, ես ինքս ունեմ շատ ընկերներ, շատ ծանոթներ, ովքեր ունեն սեփական թե խանութ, թե ռեստորան, ունեն լավ մեքենաներ եւ այլն, բայց նրանք երազում են գոնե 2 շաբաթով կարողանան թողնեն իրենց բիզնեսը եւ գնան ինչ որ երկիր հանգստանալու։ Այդ դա նրանք չեն կարողանում անել։ Ու մի անգամ մի արտահայտություն արեց իմ ընկերը, ասեց փողը տունը դրած մենք երազում ենք գնանք հանգստանալու ու չենք կարողանում։ Այդ ինձ դասեր երեխեք, որ չգիտեմ, այդքան էլ պետք չի ընկնել շատ փողի հետևից, պետքա դու ստեղծես մի բան, որը որ քեզ կյանքում կտա ազատություն, այս հրաշալի կյանքը վայելելու համար։ Միայն փողեր դիզելով դա դեռ կյանքը վայելել չի, համամիտեք իմ հետ։ Դրա համար ես միշտ ձգտել եմ եւ հիմա առհասարակ, երբ որ ավելի շատ բան եմ հասկանում, քան 8 տարի առաջ, երբեք հիմա չեմ վազում շատ փողի հետևից, այլ ամեն ինչ անում եմ, որպեսզի ունենամ ֆինանսական անկախություն, ունենամ ազատություն եւ կարողանամ վայելեմ իմ կյանքը։ Թեկուզ ամենահասարակ բանն եմ ասում։ Եթե այս պահին ես ուզում եմ դուրս գալ, գնալ այգի, նստել նստարանին ու ուղակի նայել երկնքում ճախրող ցիտիկներին, լսել իրանց ձայնը ու դրանից հաճույք ստանալ, դա իմ համար մեծ ձեռքբերում է, որ ես կարող եմ այդ ազատությունը ինձ թույլ տալ։ Ինձ հետ համամիտ ունենք աղջիկներ, շնորհակալ եմ շատ, ուրախ եմ, որ դուք էլ եք այդպես մտածում, միայն այո, փողի հետևից վազելը դա դեռ լավ կյանքի մասին չի խոսում։ Եվ եկեք հասկանանք, ովքեր են մեր 4-րդ քառակուսում գտնվողները։ Դրանք ներդրողներն են։ Նրանք մարդիկ են, ովքեր գերադասում են լիովին ազատությունը։ Նրանք 24 ժամ ազատ մարդիկ են։ Այ հենց նրանք են վայելում կյանքը։ Ինչպես ասեմ։ Ներդրողները ունեն շատ փող։ Նրանք փնտրում են մարդկանց, ովքեր գաղափար կամ ուզում են սեփական գործ սկսել, բայց չունեն սեփական միջոցներ այդ գաղափարի իրագործման համար։ Ներդրողները ներդրում են իրենց փողը տվյալ մարդու բիզնեսի մեջ եւ ամեն ամիս տոկոսներ են ստանում կամ օրինակ շենք են կառուցում, իրենց շատ գումարը ներդնում են շենքի կառուցման մեջ եւ տվյալ շենքում ամեն մի տունը կամ տարածքը տալիս են վարձակալության կամ գնում են արժեթղթեր, փայատերեր են դառնում այլ բիզնեսմենների հետ եւ նրանք ամեն ամիս ունենում են պասիվ եկամուտ։ Սա կոչվում է պասիվ եկամուտ, երբ որ դու ներդնում ես քո գումարը ինչ-որ բիզնեսի կամ ինչ-որ գաղափարի մեջ, չես աշխատում ընդհանրապես, ամբողջ պատասխանատվությունը, պարտականությունները քո ուսերից դուրս են, բայց դու ամեն ամիս ստանում ես պասիվ եկամուտ։ Այստեղ ներդնելով շատ փող, չեն աշխատում, վայելում են ազատությունը եւ ուրիշի տանջանքներով ստացված եկամուտներով կիսվում են։
Քանի որ ժամանակին ներդրումներ են արել եւ իրենցը միայն ստացված շահույթից տոկոսներ ստանալն է։ Ամենահետաքրքիր կյանքը նրանցն է, ունեն շատ փող, ունեն ազատություն կյանքը վայելելու համար եւ նրանց փողերը մշտապես գալիս են, չնայած որ նրանք պարկած բազմոցին կամ ծովի ափին վայելում են իրենց սիրելի կոկոսի հյութը։ Համամիտեք, որ ամենալավ տարբերակը դա ներդրողների տարբերակն է, թիմակիցներ ջան։ Երանի բոլորս մի օր դառնանք ներդրողներ, չէ՞։ Ահա։ Բայց օրինակ ես միշտ երազում եմ, որ դառնամ լուրջ ներդրող, բայց պետք է հասկանալ, որ դրա համար մեզ պետք են ահռելի մեծ գումարներ։ Տեսեք, օրինակ իմ ընկերուհին ունի գաղափար, ինչ-որ փոքրիկ բիզնես ա ուզում սկսի, եւ ինքը փնտրում ա ներդրող, ով կգա, իր գումարները կներդնի տվյալ գաղափարի մեջ, ինքը կսկսի իր բիզնեսը եւ մեկը մյուսին օգնելով կհասնեն իրանց ուզածին։ Այո, պետքա գումար ունենանք։ Բայց ես մի հատ շատ լավ տարբերակ գիտեմ ներդրող դառնալու համար։ Առանց մի կոպեկ ունենալու։ Ով կարող է ասել, ինչպես կարող ենք դառնալ ներդրող առանց մի կոպեկ ունենալու։ Ֆաբերլիկ։ Ֆաբերլիկ ասվածը մի քիչ են չի։ Ապա, տեսնեմ ով կասի։ Լավ, ցանցային մարքեթինգ, այո։ Լավ, մինչև ես դրա մասին կխոսեմ, ընկերներ ջան, եւ այսպես մենք հասկացանք ու պատկերացրեցինք, թե աշխարհում փողերը ինչ ճանապարհներով են գալիս։ Եկեք չաթում գրենք, թե մեզանից յուրաքանչյուրս որ քառակուսում ենք մեզ պատկերացնում, երեխեք, նայեք, ոչ թե ուզում, ուզելուց բոլորս կուզենք ներդրող լինենք, չէ, բոլորս էլ ուզում ենք ներդրող, բայց եկեք գրենք, թե ով որ քառակուսում իրան տեսավ, որի մեջ իրան պատկերացրեց, որի մեջ լինելուն է նա պատրաստ։ Խնդրում եմ անկեղծ գրեք ձեր կարծիքները։ Չորրորդ։ Նորից եմ ասում, չորրորդը բոլորս ենք ուզում, բայց ովքեր են պատրաստ, ովքեր որ քառակուսում մեջ են պատկերացնում, որ իրանք այդտեղ կարող են լինել, ոչ թե ուզում են ու հնարավոր չի, այլ հնարավոր է ու կարող են լինել։ Մասնագետներ, ահա, մերին տեսեք մասնագետների քառակուսում իրան տեսավ։ Նարինեն չորրորդ, նար, այդքան փող ունես։ Իմ մոտ էլ չի լսվում, չէ, ինձ լսում են, աղջիկներ ջան, հետևաբար խնդիրը ձեզ մոտից է։ Ահա, Լիլիթ ուզում է բիզնեսմեն լինի, շատ լավ։ Ես էլ եմ ուզում մի օր իրոք բիզնեսմեն լինեմ, երեխեք։ Ահա։ Շատ լավ, հետաքրքիր էր ձեր կարծիքները։ Բիզնես լեդի, այո, դուք բոլորդ այստեղ կարող եք դառնալ, եթե ոչ հիմա, կարող եք դառնալ բիզնես լեդիներ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ արձագանքի համար։ Հիմա եկեք մի հարց տամ, իսկ ցանցային բիզնեսը
որ քառակուսու մեջ կմցնեք։ Դուք ինքներդ ցանցային բիզնեսը որ քառակուսու մեջ եք տեսնում։ Այդ հարցին էլ պատասխանեք։ 4-րդ, Չորրորդ մասնագիտական հետաքրքիր էր 4-4-4 բոլորը 4-րդ ներդրողների մեջ եք մտցնում ցանցային բիզնեսը եւ շատ ճիշտ եք անում աղջիկներ ջան, շատ ճիշտ եք անում։ Բոլորը ցանցային բիզնեսը մտցնում են 4-րդ քառակուսու մեջ եւ շատ ճիշտ եք անում, որովհետեւ իրականում այո, ցանցային բիզնեսը հավասարազոր է հենց ներդրումային բիզնեսին։ Հիմա շատերը կասեն ինչպես, ոնց, չէ՞։ Ցանցային բիզնեսում, սիրելի ընկերներ, հնարավոր է դառնալ ներդրող։ Ներդնելով քո ժամանակ այս բիզնեսում, դու ստեղծում ես անկախ գործարարների թիմ, որոնց ուսուցանում ես, սովորացնում ես եւ ճանապարհ ես դնում դեպի մեծ հնարավորություններ եւ ինքդ վայելում ես դրա պտուղները։ Կայացած եւ զարգացած գործընկերների բիզնեսից ընկերությունը քեզ մշտապես փոխանցում է 5% պասիվ եկամտի տեսքով։ Ես օրինակ արդեն 5 տարի է վայելում եմ իմ պասիվ եկամուտը ունենալով ազատություն, վայելելով կյանքս այնպես, ինչպես ինքս եմ ուզում, եւ այդ եկամուտը ստանում եմ որպես պասիվ եկամուտ իմ ջանքերի ներդրման եւ գործընկերներին բիզնեսը սովորացնելու համար։ Հիմա եկեք ես մի սլայդ էլ այստեղ ձեզ ցուցադրեմ, որպեսզի դուք պատկերացնեք, հա։ Ինչի մասին եմ ես խոսում։ Так, մի րոպե։ Ձեզ մոտ հույսով եմ երևում է սլայդը նորմալ։ Շատ լավ, տեսեք։ Համարենք մեջտեղի կանգնած կինը, ամենաբոյով կինը ես եմ։ Ցանցային բիզնեսում ներդրեցի 3 տարի։ Քրտնաջան աշխատեցի եւ դարձա ներդրող։ Այժմ աշխատում եմ նոր գործընկերներիս հետ, որպեսզի նրանց կայացման շնորհիվ իմ պասիվ եկամուտը դարձնեմ ավելի շատ եւ ծերության օրոք լինեմ կայացած ու հարուստ կին, ով կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ, ինչը անհնար կլինի թոշակով ապրողների համար։ Եկեք շատ կարճ բացատրեմ, ինչպես է դա տեղի ունենում։ Նայեք սլայդին եւ կտեսնեք ինձ մեջտեղում։ Կողքից իմ կայացած գործընկերներն են։ Ամեն մեկից ես ունեմ իրենց եկամտի 5%-ը որպես պասիվ եկամուտ։ Այստեղ տեսեք, ես գրել եմ տնորեն, որովհետև կայացած գործընկերը դա արդեն ստատուսով տնորեն եւ ավելի ստատուսում գտնվող մարդիկ են։ Ոչ թե նրանց գումարից է դուրս գալիս ինձ գումար գալիս, այլ նրանք լիարժեք ստանում են իրենց եկամուտները, իսկ ես իրենց եկամուտների չափով հաշվարկված եկամուտների 5%-ը ֆիրմայից ստանում եմ հավելյալ որպես պասիվ եկամուտ։ Այսինքն, որքան շատ լինեն մեր կայացած գործընկերները, այնքան մեր պասիվ եկամուտը կշատանա։ Այստեղ մենք ֆինանսական ներդրումներ չենք անում։ Ներդնում ենք միայն ժամանակ մեր գործընկերների կայացման համար։ Ունենք շատ փող, պասիվ եկամուտ եւ ազատություն։ Դե հիմա ասացեք, սիրելի ընկերներ, արժե զբաղվել հենց ցանցային բիզնեսով։ Այո։ Այո, սիրելի ընկերներ, որովհետև հենց ցանցային բիզնեսում մենք մի քանի տարի հետո, դա սկզբից չի լինում, միջև որ մենք ունենանք մեր թիմում կայացած մարդկանց, հա, մի քանի տարի հետո մենք ունենում ենք եւ պասիվ եկամուտ, դա
ներդրումային բիզնեսին է նմանվում եւ ունենում ենք ազատություն, ունենում ենք շատ փող եւ վայելում ենք կյանքը։ Ես միշտ համեմատում եմ իմ տնօրեններին վարձու տրված բնակարանների հետ, ես միշտ ասում եմ, ես ունեմ 3 վարձով տված բնակարան։ Դրանք իմ տնօրեններն են, որովհետև ամեն ամիս ես իրենցից եկամուտ եմ ստանում մի բնակարանի վարձի չափով, բայց ընդհանրապես ոչ մի աշխատանք չեմ կատարում նրանց թիմի հետ, որովհետև նրանք արդեն իսկ կայացած եւ ինքնուրույն մարդիկ են։ Հետևաբար ես բոլորիդ առաջինը մաղթում եմ, որ դուք ինքներդ կայանաք ու դառնաք տնօրեններ, որից հետո ձեր թիմում թող ծնվեն շատ տնօրեններ, որոնց շնորհիվ որ դուք կդառնաք ներդրողներ եւ արդեն կունենաք пассив եկամուտ եւ կվայելեք դրա քաղցրությունը, իսկապես դա շատ քաղցր բան է, սիրելիներս։ Ահա։ Եվ վերջում ուզում եմ այս խոսքերով ավարտել մեր այսօրվա հանդիպումը։ Արդյունքի հասնելու համար կարևորը սկսելն է, սկսել վստահ, հավատով եւ մեծ նպատակներով։ Շնորհակալ եմ այս ընթացքում ինձ հետ լինելու եւ մնալու համար։ Դուք այսօր ներդրում արեցիք ձեր կյանքում, ներդրեցիք ձեր թանկ ժամանակը եւ վերցրեցիք շատ գիտելիքներ, որոնք ձեզ կօգնեն կյանքում ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Լավ օր եմ մաղթում բոլորիդ եւ տա Աստված, որ բոլորդ գտնեք կյանքում այն, ինչը իսկապես ձեր սրտով կլինի, սիրելի թիմակիցներ։ Այսօրվա համար այսքանը, հաջողություն եւ ամենայն բարիք ձեզ։ Աստված օրհնի բոլորիդ։